Ողջույն ընկերներ, ձեր եմ բերել փրփուր մազերին ծավալուն հարդարման համար վոլյում ինստալ շարքին է պատկանում, ասեմ որ Faberlic ֆիրմայից եմ ձեռք բերել, նորություն է, հիմա միասին կիրառել ենք, տեսնենք ինչ էֆեկտ այն հաղորդում, արտիկուլն է 10318, վոլյում ինստայլը վարսահարդարման միջոցների շարքի անթերի կերպարներ ստեղծելու համար փրփուրը կօգնի հեշտությամբ վերացնել գանգրությունը նկատելի ծավալ հաղորդելով մազերին, բարձրացնում է մազերի արմատների հատվածներում, ապահովում է միջին մակարդակի ամրացում առանց անդրացնելու, ստեղծում է ճկուն գանգուրներ, մազերը դարձնում է ավելի կառավարելի եւ կոգի կերատինային համալիրը ամրացնում է մազերի կառուցվածքը, UM ֆիլտրը պաշտպանում է մազերը արևի լույսի բացասական ազդեցությունից։ Իսկ կիրառման եղանակը այսպիսին է. տարածեք սրբիչով չորացած մազերի վրա, եթե խոնավ վիճակում է, բարձրացնելով դրանք արմատներից եւ սկսեք հարդարել։ Ընդգծված գանգուրներ ստեղծելու համար օգտագործեք գանգուրի մեթոդը, գլուխը թեքեք առաջ եւ կիրառեք միջոցը դեպի վեր սեղմող շարժումներով բարձրացնելով դեպի արմատներ, ապա թողեք, որ այն բնականորեն չորանա, անհրաժեշտության դեպքում փրփուրը նորից կիրառեք չոր մազերին ամբողջ օրվա ընթացքում գանգուրները թարմացնելու համար։ Ահա։ Իսկ հիմա եկեք կիրառենք սա իմ վարսերին։ Ահա։ Հիմա չոր մազերին կփորձենք անել։ Թափ տանք երևի, թե։ Փրփուրը ընդհանուր այսպես իրենք կքսենք, ասեմ, որ շատ անուշ բույր ունի, ես հիմա սա կտարածեմ իմ մազերին, թեպետ չոր է, բայց էլի էֆեկտ ինքը կլինի, կարծում խոնավ մազերին էլ ավելի կստացվի, հիմա սա տարածեմ իմ մազերին, ինձ թվում է պետք է այսպես ներքևի հատվածով, որ անենք իրեն լավ, ու հետո արդեն այսպես մենք իրեն հյուրուն կբարձրացնենք, հիմա ես մի փոքր էլ այն տարածեմ իմ մազերին եւ անեմ, ահա բավականին ես տարածել եմ ու այսպես ներքևից այսպես իրան վերև եմ բարձրացնում ու ասեմ, որ շատ հետաքրքիր է, ինքը կպչողության զգացողություն չի տալիս մեր մազերին, հիմա որ սպասենք մի փոքր էլ չորանա, ես նաև կարող եմ փորձարկել ինքը, քանի որ դեռ թաց է, մեր մազերը պարզապես հավաքենք, թողնենք այդպես մնա, օրինակի համար մինչ դիմահարդարում անենք կամ չգիտենք, զբաղվենք մեր գործերով ու ինքը այդպես չորանա քանդենք, ինքը ավելի լավ հետաքրքիր աբյոմ կտա, ոչ շատ բուրն է, արագ հեշտ ստացվում է, հիմա վերջնական արդեն իրեն կարգի բերեմ ու ցույց տամ, ահա ես մի փոքր այսպես ավելի որ ստացվի, ձեռքով հավաքեցի ու այսպես սեղմում եմ, բայց եթե դիֆուզորի գլխիկ ունեք, ես էլ ունեմ թեպետ, բայց որ ձեռքերով ավելի արագ ստացվի, այսպես անեմ, եթե դուք չունեք, սիրուն այսպես հավաքեք, կարեք թողեք այնքան ժամանակ, ինչքան որ ձեզ պետք է, ու բաց թողեք, ասեմ, որ շատ արագ այն չորանում, ինչ որ երկար ժամանակ չի պահանջի, այսպեսի հետաքրքիր վարսահարդարում ստանալու համար, այսպեսի գանգրուտներ, հələ որ չորանա ավելի սիրուն կլինի, շատ լավն է, բույրն էլ հրաշալի ուղղակի, դա այսքան էլ այս փրփուրի մասին, լինկը նկարագրության բաժնում կտեղադրեմ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, առայժմ